Ամենամաքուր երկիրն է աշխարհում, որտեղ փողոցներում նույնիսկ աղբամաններ չկան, սակայն ավելի մաքուր են, քան վիրահատարանները, ինչ եք կարծում որն է։ Այո, Ճապոնիան է։ Ճապոնական դպրոցներում մաքրուհիներ չկան։ Այստեղ աշակերտներն իրենք են լվանում դպրոցի սանհանգույցը, իսկ ուսանողները մաքրում են հատակները, սեղանն ու նույնիսկ պատուհանները։ Այս ամենը նրանց սովորեցնում է գնահատել աշխատանքը եւ հարգանքով վերաբերվել հասարակական տարածքներին, իսկ ֆուտբոլային խաղերից հետո երկրպագուներն իրենցից հետո մաքրում են ստադիոնները։ Եթե փողոցում ծխախոտի մնացորդն է տեք, ստիպված եք լինելու վճարել $1000 տուգանք։ Ճապոնացիները նույնիսկ փողերն են լվանում, բառի բուն իմաստով։ Որոշ բանկերում կան հատուկ սարքեր, որոնք ախտահանում են թղթադրամները նախքան հաճախորդին փոխանցելը։ Ճապոնիայի կատարյալ մաքրության գաղտնիքներից մեկը ռոբոտների կիրառությունն է, որոնք ամեն գիշեր մանրակրկիտ մաքրում են փողոցները, հեռացնելով ամենաչնչին փոշին։ Այստեղ նույնիսկ զուգարաններն են ինքնամաքրվում։ Զուգարանակոնքը մանրէազերծելու համար օգտագործում են ուլտրամանուշակագույն ճառագայթներ, ոչնչացնելով բակտերիաների համարյա 99%-ը։ Իդեպ, Ճապոնիան առաջին երկիրն է աշխարհում, որը սկսեց գնել աղբը, վերամշակել եւ ստանալ էժան էկոլոգիապես մաքուր էներգիա։ Ճապոնիայում է գտնվում վերամշակված աղբից կառուցված Յումենոշիմա կղզին։ Չնայած իր ծագմանը, Յումենոշիման այսօր անվտանգ եւ կանաչ տարածք է։ Այն հիանալի օրինակ է, թե ինչպես կարող է պատշաճ թափոնների խնդիրը օգուտի վերածել։ Ինչ եք կարծում, կգա մի օր, որ մեր հասարակության ինքնագիտակցությունը այնքան բարձրանա, որ մաքուր պահեն իրենց տարածքը, եւ մենք ունենանք մաքուր հայրենիք։ Դուք մտորեք, իսկ մենք կհանդիպենք։